վրա տեսնում եք համարակալված տարբեր տեսակի օրգանոիդներ։ Առաջի փուլում մենք պիտի այս օրգանոիդները ճանաչենք։ Բացեք ձեր աշխատանքային տետրերը եւ գրեք, ենթադրեք 1, ըստ ձեզ դա որ օրգանոիդն է, երկրորդը, երբ որ այս առաջի 5-ը կավարտեք, կգնանք 6-ից 10-ը։ Հիմա սկսեք աշխատել։ Նայեք այստեղ էկրանի վրա 5, 1-ից 5 համարակալած օրգանոիդներ։ Նայեք այս մյուս օրգանոիդները 6-ը, 7-ը, 8-ը, 9-ը, 10։ Որ էնդոպլազմային ցանցն է 9։ 9։ Նրա թաղանթների վրա ոչինչ չկա միլի։ Հարթ էնդոպլազմային ցանցը։ Եվ ի վերջո 10-րդը։ Ալիսա բջջային կենտրոն։ Հիմա ասում է խմբավորել այդ օրգանոիդները ըստ թաղանթային կառուցվածքի։ Առաջինը խմբավորում է միամեմբրան օրգանոիդները 10-ից առանձնացնում է միամեմբրան օրգանոիդները։ Հիմա ես կբացեմ ճիշտ պատասխանը, միամեմբրան օրգանոիդներն առանձնացված, երկրորդը դա ինչն է, մենք արդեն ասել, լիզոսոմ, որն է 5-րդը, Գոլջի ապարատը, 6-րդը վակուոլը, 8-րդը հատիկավոր էնդոպլազմային ցանցը, 9-րդը հարթ էնդոպլազմային ցանցը։ Հիմա խմբավորում են երկմեմբրան օրգանոիդները։ Որ համարներն ես առանձնացրել։ Երրորդը եւ չորրորդը։ Ուրեմն երրորդը դա որն է։ Հիմա անմեմբրան օրգանոիդներ առանձնացրել։ Բացել նկարը։ Ասայլոնա, ռիբոսոմ ու բջջային կենտրոն։ Ռիբոսոմ եւ բջջային կենտրոն։ Հիմա տեսնում եք, որ օրգանոիդ եւ գործառույթ այս զուգադրումը պիտի անենք, ըստ այս տված գործառույթների դուք պիտի ասեք, դրանք որ օրգանոիդներն են։ Հիմա մի պահ մտածեք եւ հետո կգնամ առաջ։ Հիմա մենք ճիշտ պատասխաններն ենք նրան երեխեք։ Առաջինը բջիջներ բաժանում, տեսակ բջջային կենտրոն։ Երկրորդը ասում էր սպիտակուցների սինթեզ, դա ինչներ կատարում ռիբոսոմները։ Երրորդը այև է սինթեզվում, դա միտոքոնդրիումներն են։ Չորրորդը ինչն է։ Չորրորդը լիպիդների փոխանակություն։ Այստեղ ներկայացված է քլորոպլաստը, բայց կարող է նաև իր հարևանը գտնվող ներկայացնել, այսինքն միտոքոնդրիումները։ 5-րդ ֆունկցիան որն է։ 5-րդը սպիտակուցների փոխակերպում։ Այստեղ ինչ է նկարված։ Գոլջի ապարատը։ Սպիտակուցները սինթեզվում են հատիկավոր էնդոպլազմային ցանցում պարզ պեպտիդների ձևով, իսկ նրանց բարդացումը փոխակերպումը կատարվում է որտեղ Գոլջի ապարատում։ Շատ ճիշտ է։ Գնացինք առաջ։ Ասեցինք օսլայի կուտակում։ Տեսեք առաջինն է։ Ինչն է։ Ամիլոպլազմ։ Երկրորդը պահպանում է բջջի տուրգորը։ 7-րդը վակուոլնա են բուսական բջջի այդ կապույտ խոռոչը։ Մյուսը 30 ֆերմենտների առկայություն լիզոսոմ եւ վերջինը օտարածի նյութերի օքսիդացիոն հոսպերը, հարթ, շեշտեք հարթը, հարթ էնդոպլազմային ցանց կամ Գոլջի ապարատ։ Հիմա այս մեր գիտելիքները, որ մենք կրկնեցինք, օրգանոիդների, ճանաչեցինք, նրանց գործառույթը կապեցինք իրենց կառուցվածքի եւ ճանաչենք այդպիսի օրգանոիդները, հիմա ամրապնդումը կատարենք մեր բջջի մոդելի միջոցով։ Հիմա այստեղ մենք ունենք բջջի մոդել, մենք պիտի վերականգնենք այս բջջի մոդելը իրեն համապատասխան ինչերով։ Օրգանոիդները դրված են տուփի մեջ։ Ձեզնից յուրաքանչյուրում կասեմ, գալիս եմ վերցնում որևիցե մեկ օրգանոիդ, տեղադրում,
Հետո բացատրում, ինչու այդտեղ դրեցին եւ այլն։ Սկսենք Ալիսայից, արի Ալիսա։ Սա բջջային կենտրոն է, ինչից հասկացա, որ բջջային կենտրոն է։ Կազմված է իրար փոփոխահայաց տեսանյութած լեռնաձև մասնիկներից, որոնք կազմված են միկրոբոլվակներից և 9 մասից։ Կապոդը գտնվում է բուսական բջջի ցիտոպլազմայում, կազմում է նրա 70-90%-ը, խոռոչ է, միամետրան օրգանոիդ է, պահպանում է բջջի գլուկոնային կամ լարված վիճակը, իր մեջ պահպանում է բջջի համար ոչ բետանի արգացիքներ, որոնք հեռացվում են բջջից, պահպանում է տնայնյութեր, անտոցիաններ, որոնք գունավորում են բույսի մասերը, կապույտ, մորեգույն կամ մանուշակագույն, ինչպես նաև պահպանում է ֆերմենտներ, որոնք մասնակցում են տարբեր նյութերի նյութափոխանակության գործին։ Սա Գորջիի ապարատն է, որը հայտնաբերել է իտալացի գիտնական Գորջին 19-րդ դարի վերջում Գորդի նստանյարդի բջիջներում, գտնվում է էնդոպլազմային ցանցի կպած, կազմված է խողովակներից և խողովակներից այլում գտնվող բջջիկներից։ Սային միտոքոնդրիաները հայտնաբերվել են 19-րդ դարի վերջում գերմանացի կենսաբան գերմանացի հյուսվածաբան Բենդանի կողմից միտոքոնդրիաները ունեն երկու շարք արտաքին և ներքին։ Սա էնդոպլազմային ցանցն է, որը հայտնաբերել են 20-րդ դարի կեսերին գիտնական գործերը, կազմված է խողովակներից և խոռոչներից։ Նրանք լինում են երկու տեսակի, հարթ և խորտուբորդ։ Խորտուբորդի վրա գտնվում են փոքր օրգանոիդներ, որոնք լիպոսոմներն են, նրանք տարբեր ֆունկցիաներ են կատարում։ Հաղթի ֆունկցիաներն են, որ սինթեզում են մոնոսախարիդներ և լիպիդներ, նաև մասնակցում են թունավոր նյութերի օքսիդացմանը և դուրսբերմանը բջջից, իսկ հատիկավոր ֆունկցիաներն են, որ մասնակցում են սպիտակուցի կենսասինթեզին։ Լիզոսոմը գնդաձև կամ ձուլվածև միամետրան օրգանոիդ է, հայտնաբերել է գիտնական թեյզուվը, իր մեջ պարունակում է 30 տեսակի ֆերմենտներ, մասսովական առաջացմանը։ Սրանք լիպոսոմներն են, կազմված է երկու մասից, մեծ և փոքր։ Սրանք պլաստիկներն են, լինում են 3 տեսակի, քլորոպլաստ, Խնդրում եմ ցույց տուր ու ասա ոնց հասկացա, որ քլորոպլաստ, քանի որ պարունակում է կանաչ գունանյութ կամ մագնեզիում պարունակող պորֆիրին, քրոմոպլաստը սրանք գունավորներն են, որոնք տալիս են հաղորդում են գույն օրինակ տերևներին, տեղին, գորշ, կարմիր և նրանց մոտ ինչ գունակ կա, ասա, կարոտինոիդներ, քսանտոֆիլները և անգույնը, լեյկոպլաստները, որոնք ունեն պաշարական ֆունկցիա կատարելու դեր, քլորոպլաստները, դրանք ինչպես ասացինք, երկմեմբրան օրգանոիդներ են, արտաքին թաղանթը հարթ է, ներքին թաղանթը խորտուբորդ է, խորտուբորդությունը ներառաջացնում են թիլակոիդների միմյանց վրա դասավորվածության արդյունքում, որոնք իրենց հերթին առաջացնում են գրանները կամ նիստերը, սրանք մասնակցում են IAF-ի սինթեզին, բարդօրգանական նյութերի սինթեզին, լիզոսոմների փոխանակությանը, լիպիդների փոխանակությանը, և վերջ։ Ի վերջում նստի, երեխեք կան, մենք ինչ բջիջ ստացանք։ Բուսական և կենդանական բջիջների համընդհանուր մոդելը, որովհետև բուսականի մեջ կարբակոլը, պլաստիկները, որը կենդանական բջջում չի լինում։ Եվ օրինակ
այս բջջային կենտրոնը, որ միկրոխողովակներից է կազմված, բուսական բջիջներով չի լինում, միայն կենդանական։ Դրա համար դու ճիշտ նկատեցիր, որ սա երկու եւ բուսական եւ կենդանական բջիջների ընդհանուր մոդել է։